Հայաստանում կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների վերանորոգման համար հատկացվել է 1 միլիարդ 615 միլիոն 343 հազար դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսին կառավարության նիստում։ Աշխատանքները կկատարվեն Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում։ Մեկ այլ որոշմամբ 76.4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհների 10 հատվածների վերանորոգման համար հատկացվել է 3 միլիարդ 720 միլիոն դրամ։ Բացի այդ 63.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհների շինարարական աշխատանքների համար հատկացվել է 15.65 միլիարդ դրամ։ Իսկ Հայաստանի մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ 261 միլիոն 121 հազար դրամ։ Միջոցները կուղղվեն շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը։ Հայաստանում պատրաստի մետաղական արտադրանքի ներմուծման համար 6 ամսով մաքսատուրք է սահմանվել։ Համապատասխան որոշումը, որով սահմանվում են պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձևը, օգոստոսին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։ Որոշման ընդունումը պայմանավորված է ծանր արդյունաբերության զարգացման անհրաժեշտությամբ, որը Հայաստանում համարվում է մշակող արդյունաբերության առաջնահերթ ճյուղ, ինչպես նաեւ ռազմավարական նշանակության ապրանքների ներքին արտադրության եւ առևտրի կարգավորմամբ։ Հայաստանը կվերցնի 320 միլիոն դոլարի նոր վարկեր։ Համապատասխան համաձայնագրերը հաստատելու մասին որոշումն օգոստոսի 6-ին ընդունվեց կառավարության նիստում։ Մասնավորապես կառավարությունը նախատեսում է ստանալ 150 միլիոն դոլարի վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարի ժամկետով 4.58%-ով։ Միջոցները ի թիվս այլնի հատկացվել են պետական ֆինանսների, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկերի կառավարման, քաղաքականության ամրապնդմանը աջակցելու, ենթակառուցվածքներում ներդրումների կայունության բարձրացման, պետական արժեթղթերի շուկայի կատարելագործման համար։ Երկրորդ վարկային համաձայնագիրը ստորագրվել է Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի հետ։ Վարկի գումարը կազմում է 170 միլիոն եվրո, 200 միլիոն դոլար։ Միջոցները նախատեսված են ներդրումների խթանման, առևտրի եւ մրցակցության ազատականացման, ինչպես նաեւ կայուն աճ ապահովելու համար։ Վարկի ժամկետը կազմում է 28 տարի, տարեկան տոկոսադրույքը 3.9%։